Ողջույններ ենք ուղարկում բոլորիդ, ասում բարի լույս հարգելի ռադիոլսողներ, օրը սկսեք ժպիտով, մեզ հետ միասին լավ տրամադրությամբ եւ իհարկե լի էներգիայով։ Մեր հյուրը Պարարվեստի աշխարհից է, սիրով ուզում ենք ողջունել ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ կազմակերպման մասով Արթուր Գասոյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Հետաքրքիր թեմա ունենք այսօր, մենք զրուցելու ենք Հայաստանի Պարիպետական անսամբլին կից ստուդիայի գործունեության մասին։ Եվ մինչ ստուդիային անցնելը նախ ողջունում ենք, ուզում ենք հասկանալ Պարարվեստի մարդիկ ինչպես է սկսում իրենց օրը։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Պարարվեստի մարդիկ իրենց օրը սկսում են շատ ակտիվ։ Սուրճով, թե Նաև սուրճով, երեխաներին, ովքեր որ ունեն երեխաներ, մանկապարտեզներ, դպրոցներ ճանապարհելով։ Ասենց ասեմ, ոնց որ բոլոր սովորական մարդիկ բազում եք փորձի։ Անպայման փորձի դասական բարի դասաժամի հետո արդեն ըստ դրա օրը կազմվում։ Առավոտից իրենց տանջում են, բայց սիրով են տանջվում։ Իսկ պարային ռազմիկան ձեզ էլ է վերաբերում։ Դե, էլի դասական։ Կոնկրետ ժողովրդական երաժշտության եւ Պարիազգային կենտրոնում լինելով տնօրենի տեղակալը չեմ մասնակցել պարային ռազմիկային, բայց ամբողջ իմ գիտակցական կյանքը անցել է պարարվեստի ոլորտում եւ առավոտները սկսել եմ պարային նախավարժանքով։ Չեք կարոտում բեմը։ Ասեմ ձեզ, որ չեմ հեռացել բեմից դա կարևոր է։ ամբողջությամբ, այս պահին համատեղում եմ օպերա բալետի ազգային ակադեմիական թատրոնում, բալետի դերասան եմ նաև։ Դե լավ, դե այնտեղ եք տանջվում էլ, ինչ տարբերություն, սակայն, հա, դե անում է ռազմիկա, չի կարող չանել այս բանակայում։ Հետաքրքիր է, որ մեր պարային աշխարհը յուրատեսակ է, եթե դիտարկենք դասականը եւ ազգայինը, այստեղ էլ ունենք տարբերություններ, բազմաթիվ տարբերություններ եւ կարող ենք ասել, վստահ կարող ենք ասել, որ բալետային աշխարհում շատ կարճ շեղվենք, հետո հետ կգանք։ Բալետային աշխարհում մեր հայ արական սեռի ներկայացուցիչները միշտ աչքի են ընկել, փայլել են իրենց տեխնիկական հնարավորություններով եւ զարդարել եվրոպական բազմաթիվ բեմեր։ Այո, ինչ խոսք։ Մենք աղջիկներս մի քիչ մարմնի կառուցվածքով այդքան էլ չենք համապատասխանում, ավելի կանացի ենք, բայց ինչ խոսք, մեր տղաները զարմանալի եւ հրաշալի արդյունքներ են ցույց տվել արտերկրում, որի համար միայն հպարտություն ենք ապրում։ Այստեղ էլ բավականին հաճելի է դիտել, երբ գնում ես օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որևէ բալետ նայելու։ Թատրոնը ամեն օր ծաղկում է։ Այո։ Թատրոնը ամեն օր զարգացում է ապրում։ Եվ զարմացնում է իր հրաշալի ներկայացումներով հանդիսանում։ Եվ կատարողականությամբ, սա էլ պիտի նշենք։ Գանք Պարիպետականի անսամբլին կից ստուդիա եւ տեսնենք ինչ նորություններով եք այսօր հանդես գալիս։ Ժողովրդական երաժշտության Պարիազգային կենտրոնի ամբողջ տարին հագեցված խիտ ծանրաբեռնվածությունով տարի ենք ունենում։ Նախ ասեմ, որ կենտրոնը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։ Հակավին երիտասարդ կարող ենք համարել։ Որտեղ որ միավորվել են մի շարք պետական վաստակավոր անսամբլներ, Հայաստանի երգի Պարի պետական անսամբլը, Հայաստանի Պարի պետական անսամբլը, ակունք ազգագրական համույթը, ազգային նվագաների պետական նվագախումբը եւ բարեկամություն պետական անսամբլը։ Ասեմ, որ կենտրոնին շատ ծանր աշխատանք լցված է շատ ծանր աշխատանքով, որովհետեւ այդ մեծ ու վաստակավոր խմբերը շատ պարտավորեցնող են եւ ամեն մեկս աշխատանքին մոտենում ենք գիտակցաբար։ Ինչ վերաբերում է ստուդիաներին, սկզբում նշվեց, որ Պարի պետական անսամբլի ստուդիաներից պիտի խոսենք, ասեմ, որ կենտրոնում գործում են Պարի պետական անսամբլին կից ստուդիան, բարեկամություն պետական անսամբլին կից ստուդիան եւ շուտով նաեւ կգործի ակունք ազգագրական համույթում կից ստուդիան։ Տարիքային սահմանափակումներից սկսենք 6-ից 10 տարեկան, 10-ից 14 եւ 14-ից 18 պրոֆեսիոնալ խմբերը դրանք են այդ տարիքային, ասեմ, որ ստուդիաները պետության կողմից երաշխավորված ստուդիաներ են, որը հնարավորություն է տալիս սոցվճարի հետ վերադարձ տարեկան կտրվածքով 100,000 դրամի։ Դա շատ կարեւոր է։ Ծնողներին հետաքրքրող թեմաներից մեկն է։ Այո։ Իսկ առավելություններից նաեւ, որ երաժշտարվեստում եւ պարարվեստում լավագույն մասնագետներն են դասավանդում ստուդիաներում, պրոֆեսիոնալները, այո, ոլորտի լավագույն մասնագետները եւ
անսամբլների լավագույն պարողները, պարոհիները, մենակատարները նույնպես դասավանդում են ստուդիաներում։ Հետաքրքիր մի բան ասացիք, առավելություններից մեկն էլ եմ ուզում ընդգծել, տարիքային շեմեր նշեցիք, բավականին փոքր տարիքի երեխաներ են ընդգրկված, այս պարագայում հորդոր անենք մեր ծնողներին, որ ամեն բարային համույթ չտանեն փոքրիկներին, հատկապես փոքր տարիքում, որովհետև շատ կարևոր է թե մկանները ոնց պիտի զարգանան եւ ինչպես պիտի աշխատեն երեխաների հետ, հետեւաբար պրոֆեսիոնալ որակյալ տեղ պիտի ընտրել, սա արդարության համար պիտի ասենք, որովհետև փոքրիկ են երեխաները եւ վստահեն մասնագետներին, այսինքն գնացեք պետական աջակցությամբ տեղեր լիցենզավորված, որպեսզի ձեր երեխային հանկարծ չվնասեք։ Այո։ Դա շատ կարևոր փաստ արձանագրեցիք, որովհետեւ փորձեր շատ ենք ունենում այս պահին էլ, որ ստուդիայում երեխաներ են գալիս ու երբ որ գալիս են որ պիտի ընդունվեն այդ փուլում, այդ հատվածում, ասում ենք երեխան ինչ որ միտեղ պալև, այ հա մի 7-8 տարի երեխան պարում է, ման իրանց թվում է որ իրանց տանը որ երեխան լավ պարում է, ուրեմն լավ է պարում։ Ասում ենք լավ, օքեյ, բերեք երեխային ուղարկում ենք մասնագետի մոտ, խնդրում ենք մի հատ ստուգեք երեխային, հասկանանք որ տարիքային խմբին է համապատասխանում, որտեղ կարելի է ընդգրկել, հասկանում ենք որ երեխան այո, ընդամենը տանը լավ պարում է։ Բայց այն 7 տարին, 5 տարին, 6 տարին, որ ինքը կորցրել է, ինքը այդ տարիների ընթացքում բավարար կրթություն չի ստացել։ Ու դա շատ վնասում է երեխային, ճիշտ է, ամեն ինչ փորձում են մեր մասնագետներն անեն, որպեսզի ուղեն շտկեն, բայց դա հավելյալ բարդություն է առաջացնում։ Ես էլ իմ կողմից բոլոր ծնողներին կոչ եմ անում, որպեսզի այո, իրականում հանրապետությունում շատ կան գործող յուրաքանչյուր նկողում կարելի ասել։ Չէ, ես ուրիշ, ուզում եմ ասեմ, որ շատ կա խմբեր, որ իրոք իրանք պրոֆեսիոնալ են, իրոք մասնագետներ, բայց նաև կա մյուս բացասական կողմը, դրա համար պետք է երեխային ինչ որ բարի կամ առհասարակ ինչ որ մի տեղ տանելուց պետք է լավ ուսումնասիրել, արդյոք պետք է երեխան այդտեղ սովորի թե ոչ, կամ սովորի թե ոչ, ինչ է սովորացնում, թե չէ 2 տարի գնում են ինչ որ բարի խմբակի, հետո որոշում են իրենք բարի խմբած են, սա ցավոտ իրականություն է, որի մասին պետք է խոսել, զուտ որ ծնողները հստակ տեղեկանան։ Սա մենք կարծում ենք ազգային կենտրոնը, քանի որ նոր է ստեղծվել եւ այս ամբողջ մշակութային խնդիրները ուղիղ կապ ունի մեզ հետ, մենք կարծում ենք, որ պետք է ընդհանրապես բոլոր ստուդիաները ունենան լիցենզաներ, այսինքն դրա մասին վաղուց էին խոսում, պետք է արտոնագրվի ամբողջ դաշտը։ Ու պետք է լինի մասնագետների կողմից կազմված հանձնաժողով, որոնք որ կլիցենզավորեն ստուդիաները։ Նաև պայմանների առկայությունը, ասենք թող դիմեն, բոլորը թող դիմեն, հազարավորները թող ստանան այդ լիցենզավորումը, հաստատվի, որ իրենք երեխաներին բացի օգուտից վնաս չեն հասցնի եւ անեն իրենց աշխատանքը, որի համար բոլորս կարծում ուրախ կլինենք, որովհետեւ Պարարվեստն ու երաշտարվեստ ինչքան շատ այնքան։ Հետո մենք երկող պարող ժողովուրդ ենք իրականում եւ մեր պարերը իսկապես մեր դիմագիծն է։ Այո։ Եվս մեկ կարևոր հանգամանքի մասին էլ կուզեի խոսեինք, անդրադառնանք դրան, երբ որևէ հեղինակավոր խմբի ստուդիայում է երեխան սովորում, ինքնաբերաբար նաեւ առնչվում է պրոֆեսիոնալների հետ, որոնք գալիս են փորձի տեսնում նրանց աշխատանքը, ինչպես են նրանք պարապում, կարծես քայլող օրինակներ են նրանց համար, նաև ունենում են հնարավորություններ պրոֆեսիոնալ խմբերի հետ, թեկուզ մասսայական հատվածներում այդուհանդերձ բեմահարթակ բարձրանալ, եւ սա կարող ենք չի ասել որոշակի շատ կարեւոր փորձառություն է, որը հետագայում նրանց կօգնի առաջընթացի պարագայում։ Իհարկե, մեր դեպքում մենք այդ խնդիրը շատ քիչ ունենք, որտեղ ստուդիայում սովորող երեխաները անմիջական շփում ունեն անսամբլների արտիստների հետ։ Անսամբլների արտիստերին տեսնելով նրանք ոգեշնչվում են, անսամբլների համերգներին իհարկե ստուդիայի երեխաներին հնարավորինս փորձում ենք մասնակցությունը ապահովել, որպեսզի իրանք տեսնեն անսամբլը բեմում ու հասկանան ինչ է սպասվում իրենց հետագայում, այսինքն մենք երբ որ երեխան ընդունում, մենք ասում ենք, որ նպատակը սա է, որ մենք ստեղ կազմավորենք, ձևավորենք մեզ պետքական
պարողին կամ պարուհուն եւ դրանից հետո ներգրավենք անսամբլի կազմ, այսինքն երեխան տեսնում է բեմում, ոգեշնչվում է եւ բացի դա անսամբլին ես նորից շեշտեմ, որ անսամբլի լավագույն արտիստներից, մենակատարներից, մենապարուհիներից դասավանդում են ստուդիայում եւ իրանք այդ առիթը ունենում են։ Ասեմ ձեզ, որ վերջերս նշեցինք Նորայր Մերաբյանի 85-ամյակը, որտեղ բարեկամություն անսամբլին կից ստուդիայի սաները մասնակցություն ունեցան մեծ համերգային ծրագրին, որ ասեցիք մեծ բեմ բարձրանան, անկեղծ կլինեմ, ստուդիայի ներգրավվածությունը պետական անսամբլների համերգային ծրագրում չենք շատ ապահովում, ինչի որ սա նորից գալիս ենք այն մեր խնդրին, որ երեխան մի տարի եկել է բարի բեմ դուրս չի գալու, ծնողը ինքը պատկերացնում որ մի տարի բարեց ինքը կարա բեմ դուրս գա, իրականում ոչ այդպես չի եւ մակարդակ երբ որ հասնում է այն աշճանի, երբ որ մասնագետները կարծում են որ դա արդեն բեմ բարձրացնելն է, իսկ ինչը որ տեսանք պարոն Մերաբյանի 85-ամյակին, այո դա տեսանք որ ստուդիան կայանում է, ստուդիան զարգանում է եւ գնում է դեպի առաջ։ Ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնը ներկայումս ինչ նախագծերի վրա է աշխատում եւ առաջիկայում ինչ ենք տեսնելու բեմում։ Եկեք այս տարվա մի փոքր հետ գնանք ապրիլի 29-ին, կարծում եմ դուք էլ կամ մասնակիցն եք եղել կամ հաստատ եթե ոչ հաստատ տեղեկացված եք Բարեմիջազգային օրվա հրապարակի մեծ միջոցառման ոչ միայն հրապարակի ամբողջ Երևան քաղաքում ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնը կազմակերպեց եւ իրականացրեց աննախադեպ մասշտաբի եւ աննախադեպ քանակի Գինեսի ռեկորդների գիրքի եթե անկեղծ ասած կարծում եմ եթե դիմեինք կարծում եմ որ հաջորդ տարի սխալը կուղեք հաջորդ տարի ավելի կշատացնենք ու ավելի մեծ մասշտաբով կնշենք 4-ից 5000 երեխաներ մասնակցեցին թե հրապարակում թե հարակից տարածքներում իհարկե այդտեղ բոլորը իրենց ներդրումն ունեին Հայաստանի ազգային պարվեստի միության խմբերն էին մասնակցում Վանուշ Խանամյանի անվան պարվեստի միության խմբերն էին մասնակցում պետական բուհերի ուսանողներն էին, քոլեջների ուսանողներն էին մասնակցում, իհարկե մեր ստուդիայի սաներն էին մասնակցում սոցցանցերը ողողված էին, կարծում եմ բոլոր ժողովակները եւ ունեցանք անկեղծ մեծ տոն եւ ուրախանին այն էր, որ ամբողջ աշխարհը խոսեց Հայաստանում Բարեմիջազգային օրվա մասին, իսկ առաջիկայում ունենք վաղը արդեն հունիսի 10-ին Բարեկամություն պետական անսամբլը Արտաշատի Ամո Խանզադյանի պետական դրամատիկական թատրոնում ունենա համերգ, սիրով բոլորին հրավիրում ենք ամսի 15-ին, կներեք, ամսի 11-ին Հայաստանի ազգային պետական նվագարանների նվագախումբը Առնո Բաբաջանյան համերգասրահում կինոերաժշտություններ ազգային հնչյուններով համերգ կունենանք, իսկ արդեն ամսի 15-ին, հունիսի 15-ին Գագիկ Կարապետյանի 75-ամյակը բարեպետական անսամբլով կնշենք ազգային օպերային թատրոնում։ Բավականին հագեցած ամիս է։ Եվ ամիսը եզրափակում ենք հունիսի 30-ին նորից Բարեկամություն պետական անսամբլը արդեն օպերային թատրոնում։ Իսկ եթե սենց շարունակեմ ձեր եթերը հաստատ չի հերիքի։ Բայց մենք շատ իրականում ենք շատ ուրախ ենք, որ այսքան հագեցած է ծրագիրը եւ մեր արտիստները հաճախ են բեմ բարձրանում, որովհետեւ արտիստի համար լավագույն ոգեշնչման աղբյուրը բեմահարթակում ելույթ ունենալն է եւ սա նաեւ կոգեշնչի բեմադրողներին նոր գործեր ստեղծելու եւ նորություններով նաեւ հանդիսատեսին ուրախացնելու։ Եվ կպահի լավ մարզավիճակում բոլորին։ Մեր զրուցակիցներ ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնի տնօրենի տեղակալ կազմակերպման մասով Արթուր Գասոյանը, շնորհակալ ենք, հաջողություններ ենք մաղթում, կարծրատիպ բազմաթիվ ծափեր։ Շնորհակալություն։